Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Իջևանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը լրագրող, բլոգեր եւ հաղորդավար Հրանտ Ղազումյանն է։ Ողջույն Հրանտ։ Մարվայ ջան։ Ինչպե՞ս ես։ Հոյակապ։ Ես քո հետ դույով եմ խոսելու։ Բնականաբար։ Հա, մենք ընկերներ ենք, միշտ դուքով ենք այստեղ զրուցում, բայց ինձ կոմֆորտ է դույով զրուցել։ Դու Իջևանից ես։ Այո։ Այն հայտնի հեռախոսով խոսող բլոգերը։ Ասում են։ Եվ այսօր մենք անդրադառնալու ենք Էրգրի համը հաղորդաշարի ֆորմատում, հա, անդրադառնալու ենք ազգային խոհանոցին, որը բնորոշ է Իջևանի շրջանին։ Իջևանը յուրահատուկ մի տարածք է, որտեղ ունի իր մշակույթը, կոլորիտային յուրահատուկ այն գաղափարաբանությունը, որը արմատացած է տեղացիների մեջ, հա, եւ այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր եւ հեշտ պատրաստվող ուտեստ, որը կոչվում է կոնչոլ։ Իմ տատիկն է միշտ պատրաստել, հիմա արդեն մայրս է պատրաստում, մեկ-մեկ նաեւ ես եմ պատրաստում բլոգի շրջանակներում, շատ համեղ է եւ այսպես դեպի մանկություն է տանում, այդպես։ Ուրիշ ինչ մանկության համ ունես, որովհետեւ մենք միշտ անդրադառնում ենք մանկության համերին եւ ես կարծում եմ, որ մանկությունը ավելի հեշտ է հիշել եւ մեր մեջ դաջվում է հենց ինչ որ համեմունքային բույրով կամ որևիցե ճաշատեսակով։ Կա այդպիսի մի ճաշատեսակ, որ քո մեջ դաջված է։ Բացի կոնչոլը։ Բացի կոնչոլը, եղինջով ապուրը, բանջարն ինքը, բայց ոչ թե հենց ապուր տարբերակով, այլ հում տարբերակով, երբ որ նոր քաղում ենք բանջարը, աղը լցնում ենք ու ձեռքերով տրորում ենք, անմահական համ ունի ու այդ հոտը համը տանում է էլի դեպի մանկություն։ Մեր ժամանակ պապիկներ է տանում, որովհետև մեր ձեռքերը ծակում էր, դե պապիկների ձեռքերը ժամանակի ընթացքում մաշկը կոշտանում է եւ իրենք ասում են, բայց առողջարար է գիտես։ Հա, միանշանակ, ցավազգացողությունը իրենց մոտ ավելի թուլանում է, իրենք անում էին այդպես, տալիս էին ու մենք ճաշակում ենք, այնպես որ ես գիտեմ դրա անմահական այդ բույրը, որը ոչ կա։ Աստվածային ես կասեի։ Աստվածային, այո, իմ բառը։ Ես ուրեմն ներկայացնեմ բաղադրատոմսերը, ինչից ենք պատրաստելու։ Մենք ունենք այստեղ հաց, որը բավականաչափ չոր է եւ դա հատուկ է արված։ Հիմա խոսենք դրա չորության մասին, թե ինչու պետք է փափուկ չլինի, հա։ Չնայած դու եկար եւ այսպես արեցին ու հասկացա, որ դեպքում, բայց չոր չի։ Այդքան էլ չոր չի։ Հա։ Բացերը չասեմ։ Ունենք այստեղ 2 ձու, կարակ, գլուխսող 2 հատ, ունենք նաեւ սև պղպեղ, կարմիր պղպեղ, չոր ցիտրոն եւ իհարկե ունենք համեն։ Իհարկե կանաչի ընտրությունը թարմ կամ չորացրած կախված է քիմքի ընտրությունից, հա, այնինչ որ նախընտրում են եւ ինչ թույլ է տալիս եղանակային պայմանները։ Դե կարծում եմ ձմռանը օգտագործում են հիմնականում 4 տարբերակ։ Ինչպիսի ճաշատեսակներ կա Իջևանում, որոնք որ բնորոշ են հենց տեղային, այսպես խոհանոցին, հա։ Ունենք այսպես ասեմ հյունուտ 2, որը պատրաստում է հոնից։ Դա հոնի, այսինքն մզվածքն է, խիտ տարբերակով, որը շատ բուժիչ։ Թթվային է, չէ՞, թթվահամ է դա։ Թթվաշություն ունի, բայց շաքարավազ ավելացնում ենք ըստ ճաշակի։ Օրինակ նոյեմբերյանում կարծեմ աղի տարբերակն են ավելի շատ պատրաստում, իսկ Իջևանում քաղցր տարբերակ։ Մենք սասունցիները ունենք չրաջուր, որը պատրաստում է ծիրանաչրով եւ Արցախում դրան չամչարակ են ասում։ Նույն տարբերակն է, հա, տարբեր չորացրած ջրեր, ուղակի շաքարավազով են դա պատրաստում, քաղցր տարբերակ է, իրեն որպես օշարակ են ըմբում եւ նաեւ կարող են օգտագործել հացը բրդած մեջը։ Հոնաչիրը հացը բրդված տարբերակն է, ճիշտ է։ Ահա։ Ուրեմն ես գիտեմ, որ նաև Իջևանում հետաքրքիր ճաշատեսակներից նաև կենթանական ծագման անդրադառնանք։ Դրանցից դե խոզը իր ամբողջ ծիսաարարողակարգային վիճակների մեջ ես կաշին չեմ փորձել, անկեղծ կլինեմ այդ խորոված տարբերակով եւ չգիտեմ համը, ինչը կաշին չենք խորովում։ Բայն որ վրայի մազերը հանում են, դե խորովում են։ Այդ ընթացքում մի թեթև էփվում է, չէ՞ ինքը։ Շատ քիչ։ Շատ քիչ։ Համը լավն է։ Դու սիրում ես։ Անբացատրելի։ Լավ, երևի մի օր գամ Իջևան։ Հետաքրքիր եւ տարօրինակ ուտեստներից մեկն էլ Վարդավառին ոչխարի արյունը,
կարող է զզվելի թվալ կամ չգիտեմ։ Դե տեղային մշակույթը ինչ արած։ Արյունից ճաշ ենք պատրաստում եւ ուտում։ Իմ ծանոթներից մեկը ասաց, որ դա բավականաչափ նման է լյարդի համին, որը դե արյունային այդ նույն զանգվածն է կարծում եմ, եւ ասաց, որ երբ որ լավ պատրաստած է լինում, դու ուղղակի տժվժիկի համ ես զգում, ոչ թե արյան։ Մի փոքր սարսափելի է, բայց անցնենք մեր կոնչոլին։ Ես առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել տեղերով եւ անցնել պատրաստմանը։ Մենք վերադարձանք եւ անցնենք արդեն պատրաստման գործընթացին, իհարկե ընթացքում պետք է զրուցենք քո արմատներից։ Հրան ջան, որտեղից են քո արմատները։ Նախ ես հացը քեզ վստահեմ։ Ես երևի մանրացնում։ Դու մի հատ շատ հետաքրքիր բան ասեցիր, որ հացը չոր է լինում, ոնց էիք ասում բարբարոն։ Ասա։ Սովորաբար ասում ենք մռլի կրկաժովտած ետ չկա, այսինքն այդքան քարի պես պետք է։ Այսինքն մահացած մարդու գլխին տաս հետ չի գա։ Չկենտրոնանա, այսինքն։ Բարի։ Սև հումոր էր։ Այո։ Հրան ջան, որտեղից է քո արմատները։ Նու Իջևանում հասկացանք, որ դուք հիմա Իջևանում եք ապրում, ծնվել եք այնտեղ։ Պապիկ տատիկները որտեղից են։ Պապիկիս հայրը արմատներով ուրեմն Նորատուսից է։ Ահա։ Հետաքրքիր բան ասեմ, իր ազգանունը Բաղդասարյան է եղել։ Այդ մարդը ինչ-ինչ պատճառներով եկել է Իջևան։ Իջևանում ամուսնացել մի կնոջ հետ, ում ազգանունը Ղազումյան է եղել։ Այդ կինը ունեցել է 2 երեխա եւ պապս իր հետ ամուսնացել է եւ ամուսին չի ունեցել։ Հետո այդ կինը մահացել է, այդ կնոջ ազգանունը դե վերցրել է արդեն։ Մեր բաբոն, մեծ տատա, այսինքն էլի ամուսնացած է եղել, ամուսինը պատերազմում է եղել։ Չի վերադարձել, ինքն էլ է 2 երեխա ունեցել եւ այդպես 2 երեխա ինքը ուներ, 2 երեխա մեծ պապը ուներ, պես հանդիպում են եւ ընտանիք կազմում։ Արդյունքում արդեն ծնվում են պապս, պապիս քույրերը, եղբայրները եւ այդպես Ղազումյանների տոհմը շարունակվում է։ Մի քիչ հնդկական կինո հիշեցնող պատմություն է, ամեն դեպքում ես կարողացել եմ ինչքան հնարավոր է մեծերից հարցը փորձանել եւ իմանալ, այդքանն են ինձ պատմել, չգիտեմ, եթե որևէ բան սխալ ասեցի, սիրելի ներեք ինձ։ Սիրելի Ղազումյաններ, սիրելի բարեկամներ, ներեցեք, ճիշտը պատմեք ինձ դրա համար։ Մեկ-մեկ զրուցեք եք լսել։ Ընկճված ես, հա, ոնց է այդ կողմից։ Չէ, ընդհանրապես։ Ուղղակի հետաքրքիր է թե Նորատուսում ինչ բարեկամներ, ինչ հարազատներ ունենք եւ արդյոք ունենք։ Իսկ Facebook-ը չի օգնել, ազգանունով գտնել։ Facebook-ը չի օգնել, ինչքան ես տեղյակ եմ, մեծ պապը մանկատանն է մեծացել։ Եթե իհարկե չեմ սխալվում, ինձ այդպես են ասել, դրա համար մի քիչ դժվար կլինի ամեն դեպքում գտնել որևէ հարազատի, գուցե հիմա նայեն ինչ որ մեկը հայտնվի։ Իսկ ազգանունը Ղազ բառի հետ կապ ունի, ես ճիշտ եմ հասկանում։ Չեմ, ճիշտ ասած, երբեք չեմ հետաքրքրվել, հնարավոր է որևէ կապ ունենա։ Բայց ձեզ մոտ, այսինքն Ղազ պահում են, չէ՞, սագ ասվածը պահում են, ճիշտ եմ։ Այդքան շատ չէ, բայց պահում են։ Միգուցե ժամանակին եղել է, որտեվ ինձ, չգիտեմ, ծագումը մի ձև դա է հիշեցնում, ուրիշ բառ կա։ Չէ։ Ես կզբաղվեմ այդ հարցով։ Լավ։ Այսպես հասկանանք, ինձ թվում է արդեն քո արմատները ճիշտ ընկալեցի, որ Գեղարքունիքի մարզ են գնում դեպի։ Հա։ Բարի, ինչպես որոշեցիր դառնալ բլոգեր։ Նախ մասնագիտությամբ հասկանանք ով է Հրանտը։ Մասնագիտությամբ պատմաբան եմ։ Հետաքրքիր էր։ Ահա։ Աշխատում եմ Տավուշ հեռուստաընկերությունում։ Այդքան խոսել ենք, ես չգիտեի, որ դու պատմաբան ես։ Այդ անկեղծ էր։ Բլոգինգը սկսել եմ գրեթե 5 տարի առաջ, երբ աշխատում եմ սպասարկման ոլորտում, ես երևի արդեն կանաչին։ Հա, իհարկե, ես էլ այդտեղից վերցնեմ գտալը։ Երբ աշխատում եմ վաճառող խորհրդատու, հետաքրքիր պատմություններ էին օրվա ընթացքում տեղի ունենում հաճախորդների հետ։ Այդ պատմությունները գրում էի Facebook-ում, հումորային, ավելացնում էի բարբառ, մարդկանց հետաքրքրում էր, հետո որոշեցի, որ ինչու ոչ այդ ամեն ինչը վիդեոյի վերածել։ Եվ ընթացքում արդեն այնքան աճեցի, որ Տավուշի մարզում բացվեց հեռուստաընկերություն եւ հաղորդաշար սկսեցինք նկարահանել մեր բարբառն ու բարքերը եւ այսինքն վլոգինգը ինձ տարավ դեպի հեռուստատեսություն։ Հիմա այդ հաղորդաշարը կա։ Հիմա այդ հաղորդաշարը կա, այո։ Անդրադառնում եմ ամենատարբեր թեմաներին, որոնք վերաբերում են մեր բարբառին, մեր կենցաղին, բարքերին,
Մի խոսքով մարդիկ սիրում են, սպասում են։ Տես իմ մոտ ինչն է շատ տպավորվել, այն թշիկի ծեսը։ Թշիկի ծեսը շատ հետաքրքիր ծես է։ Այն որ վախեիք, չափ։ Այո, ինչեւ հիմա անում են մեր մոտի դեպ, եթե չգիտեն հեռուստադիտողները ասեմ, երբ որ մի փոքր պատմիր դրա մասին։ Քանի որ մենք անդրադառնում ենք ամբողջ մշակութային այդպես հարթակին, եւ ես մասնագիտությամբ ազգագրագետ եմ, ինձ հետաքրքրում է նաեւ ծիսակարգային հատվածները, որոնք որ պահպանված են տարբեր մարզերում։ Այդ ծեսը ինձ շատ հետաքրքրեց, երբ որ առաջին անգամ տեսա ասում կարող է հրանտը ուղակի մոգոնել է ինչ որ բան ցույց տալու համար, բայց պարզում է այդպես ծես կա։ Իմ երևակայությունը այդքան չէր հերիքի, ճիշտն ասած, որևէ բան այդպես որ ծես այդպես անես։ Ծես հորինեմ, հա։ Դա տարածված է Տավուշի մարզում, հատկապես Իջևանում։ Կոչվում է թշան, այսինքն երբ որ մարդը աչքի է գալիս, այդ մշակույթը կա, չէ, աչքի դեմ պայքարելու։ Աչքով են տվել այդ տարբերակը։ Աչքով են տվել։ Այդ աչքի եկածին նստեցնում են, կարականգնացել լինի ավելի ճիշտ էական չի։ Արգելի հեռուստադիտող ուշադիր, եթե աչքի հետ կապված խնդիրներ ունեք, հիմա մեզ Հրանտը Բաղադրատոմս է ասում։ Այո։ Բաժակ են վերցնում, մեջը ջուր են լցնում, ջրի մեջ հերթով վառում եւ գցում են լուցկու հատիկները եւ տալիս են այն մարդկանց անունները, ում աչքը կարող է եւ դիպած լինել։ Այո, աչքով տված լինի։ Եվ ում անունը տալու պահին այդ թշոցը ավելի արտահայտիչ լսվեց, ուրեմն տվյալ մարդն է աչքի տվել։ Բաժակը վերցնում են եւ պտտում են տվյալ մարդու գլխովը 3 անգամ։ Վախեցողի, չէ, ոչ թե վախեցողի, այլ աչքի եկածի։ Հա։ 3 անգամ պտտում են, ձեռքով ուրեմն ջրով են անում եւ շաղում են այդ մարդու վրա։ Բավական երկար ծես է։ Այնուհետև այդ լուցկու հատիկներով լի բաժակը տանում են եւ բակում թափում են, տան առաջ, ոտքերով հարվածում են ու ասում աչքի տվողի աչքը վեր ընկնի։ Այսինքն չար աչքը կորչի։ Չարին կողում են, ոտնակող են անում։ Ոտնակող են անում։ Այդպես ծեսը ավարտվում գնում է թշան անունով։ Չգիտեմ ինչ ասեմ անկեղծ։ Վախը բռնելու պահով նաև պահպանված ունենք խոզի դունչ քնած մարդու բարձի տակ դնելը կամ աղոթած դանակ դնելը։ Հա, դանակի մասին լսել էի, բայց դնչի մասին։ Խոզի դունչը, այո, այդպես։ Բայց ինձ թվում է քնից որ հելնի այդ դունչ տեսնի, ինձ թվում է վեր ընկնի տապին։ Ավելի շատ կվախենա։ Տատս էր միշտ դնում, ճիշտն ասած, աղոթած դանակ կամ խոզի դունչ։ Քեզ արել են։ Այո։ Լավ։ Իսկ դու ինչ ես հիշում այդ պահից հետո էլ այդ դունչը որ տեսար, հարց չառաջացավ քեզ մոտ։ Չէ, ասացին որպեսզի վատ երազներ չտեսնեմ, դրա համար են դնում, ասեցի լավ։ Իսկ մեր մոտ ընդունված տարբերակ էր վախը չափելու, երբ որ երիտասարդ էր մահանում, ինչ էին անում, սև թելը վերցնում էին եւ մանկահասակ երեխաների հասակը չափում էին գլխից մինչեւ ոտք։ Ինձ արել են։ Ես չէի հասկանում այն ժամանակ ինչ էր, միջև որ չմասնագիտացա ու ծեսեր չուսումնասիրեցի, հետո վերլուծեցի, հասկացա, որ դա ուղղակի բոյչափեկի արողակարգերից մեկն է։ Մենք ունենք երկու բոյչափեք, հա, բոյչափեք, որը հարսանեկան հագուստի այդ կարելու գործընթացին են ասում հարսանեկան, եւ բոյչափեք, որը արվում է այդ մահացած մարդու կամ դրա հետևանքով վախեցածի չափը վերցնելու համար։ Չափը վերցնում էին, այդպես ոլորում էին, մի 7 հանգույց էին անում եւ դնում էին մահացածի հետ։ Իբրև վախի, այսպես հավաքական կերպարի վերցնում եւ հետո տեղափոխում, այսինքն իրենից անջատում էին դա։ Չգիտեմ ինչքանով է ազդում թե չէ։ Շատ կարեւոր է թվում է թվերը, որովհետեւ նույն թշանի մեջ 3 անգամ պտտում են 7 հատ լուցկի։ Այո։ Հիմնականում 7-3 թվերի շուրջ է պտտվում, 9, 12, 24, այսպես թվեր կան, որոնք որ սիմվոլիկ տեսանկյունից միշտ են կրկնվում։ Սուրբ Երրորդությունը օրինակ հետո քրիստոնեության մեջ դա դրվեց եւ բոլոր կրոնների մեջ ի սկզբանե կա դրանք։ Հայկական սիմվոլիկամ եւս, գորգի մեջ եւս կա այդ ամեն ինչը, այսինքն դա մշակութային հարթակում թվային կոնցեպտ է, որը միշտ պահպանվում է եւ ունի իր նպատակը իրականում։ Ես այստեղ ինչ արեցի, սոխառած արեցի, այո։ Մենք հիմա ջուր կավելացնենք այստեղ տարայի մեջ, բայց մի հատ ջուրը լցնեմ նոր էլի։ Ես հիմա կավելացնեմ ջուրը, այսինքն պատրաստեցինք սոխառած համեմունքներով, դեռ այսքանը, հա։ Մի փոքր եռ է գալիս, հետո ձուն ենք ավելացնում։ Ձուն ենք ավելացնում, հետո արդեն կանաչին եւ հացը։
Իդեպ այս կերակուրը հայտնի է նաև Լոռվա մարզում, նաև գիտեմ Շիրակի մարզում են պատրաստում եւ յուրաքանչյուր տարածաշրջան իրեն բնորոշ պատրաստման եղանակն ու բաղադրիչներն ունի։ Հիմա ես մասնագիտորեն անդրադառնամ այդ 3 տարբերակներին։ Ինչպես են պատրաստում Տավուշի եւ Լոռվա մարզերում, հիմնականում բնորոշ է այս տարբերակին։ Նախկինում պատրաստվել է ծաղկած հացով։ Դա նույն բորբոսնած հացն է, երբ որ հացը հնանում էր եւ այսպես ճակերտավոր ասած էլ բանի պետք չէր, մարդիկ այլընտրանքային եղանակ ունեին դա պատրաստելու համար, որովհետև այն ժամանակ հացը այդքան առատ չէր, չէին կարող խանութից գնել եւ իրենք պատրաստում էին տան պայմաններում երկար ժամանակ օգտագործելու համար։ Սա առիթ դարձավ այս ճաշի ստեղծման համար։ Ծաղկած հացը բրդում էին այդ ճաշի մեջ, իհարկե մենք այսօր կտրել ենք դանակով, բայց իրականում այն ձեռքով այդպես կոկիկ գեղեցիկ այլ ենք, բայց նախկինում ձեռքով կտրում հենց ճաշի մեջ էին լցնում։ Կարծում եմ սոխն էլ ձեռքի վրա էին կտրում, որտեղ մեր տատիկները, ես չգիտեմ մի տատիկ, որ տախտակի վրա սոխ է կտրում, միշտ ձեռքի վրա են անում ու այնքան վարպետորեն ուզում ես հասկանաս, երևի տախտակով դու այդ նույնը չես կարող անել։ Ամեն դեպքում հետաքրքիր ճաշատեսակ է կոնչոլը եւ մի հետաքրքիր բանի հանդիպեցի, երբ որ ուսումնասիրում էի տարածաշրջանային կոնչոլները, կա այդպիսի բան հայկական խոհանոցում։ Ճաշատեսակի անվանումը նույնն է լինում, բայց բաղադրիչները տարբեր։ Եվ հիմնականում Շիրակյան մարզին բնորոշ տարբերակ է կոնչոլ ասում են թթուկ աղամբով պատրաստվող ճաշատեսակին, հա, որը պատրաստվում է թթուկ աղամբով, ձավարից նաև հաճախ գնդիկներ են անում, այսպես մեջը գցում են, եւ դրան ասում են կոնչոլ։ Բայց Տավուշում եւ Լոռիում հայտնի է հենց այս հացով տարբերակը, որը պատրաստվում է այն եղանակով, որը որ տատիկները մեզ ավանդել են։ Մենք այսօր պատրաստում ենք դասական տարբերակ բանով, կաղամբով, թթու դրած կաղամբով։ Շատ հետաքրքիր է, համը հետաքրքիր կլինի։ Շատ համեղ է։ Իմ վլոգում ես այդպես պատրաստեցի եւ հենց սկզբից նշել էի, որ պատրաստում եմ տատիկի բաղադրատոմսով։ Իհարկե մարդիկ սովոր են ստանդարտ տարբերակին, բայց շեշտեցին, որ դա այդպես չէ, դա կոնչոլ չէ, ամեն դեպքում տակը վատ անդրադարձներ եղան այս։ Թեթև, որտեղ իմ հետևորդները շատ լավն են։ Դե ես գիտեմ քո հետևորդներին, իրականում քո լսարանը շատ հետաքրքիր լսարան է։ Իր այդպես մշակույթը հարող, հա, Իջեբանի յուրատուկ բարբառային խոսվածքը շատ հետաքրքիր է, հատկապես այն Անո ջանի շարքերը։ Երևի Անոն իրական կերպար է։ Հավաքական կերպար է։ Անո հավաքական կերպար։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի մի մարդ, մեկին ում զանգում է, ժամերով խոսում են, կիսվում են, դրա համար ինքը ցանկացած թեմայի անդրադառնում է, այսպես ասած։ Հրանտ ջան, հիմա ինչ ենք անում, ջուրը եռացել է արդեն, ձուն ենք խփում, թե հացը։ Ձուն, հացը վերջում ենք ապրեցնել։ Մեր բարբառով ասում ենք ձյու։ Ձյու։ Հիմա հարում ենք ձյուն։ Հարում ես ձյուն։ Այո։ Հրանտ ջան, նաև անդրադառնանք այժմյա քո գործունեությանը, բացի բլոգինգից, ես գիտեմ, որ նաև դու լրագրությամբ ես զբաղվում։ Եվ հիմնական ֆորմատը լրագրության մեջ ինչ է, այսինքն ռեպորտաժային հիմնականում ռեպորտաժային տարբերակն է, չնայած ունեմ նաև հաղորդում, որտեղ հյուրի հետ էլի տարբեր թեմաներով ենք խոսում, հիմնականում հյուրը Տավուշից է լինում, հետաքրքիր զրույց ենք ունենում, կոչվում է Մակարդակով կոֆե, չգիտեմ այդ արտահայտության ծանոթ ես թե չէ։ Հա, իհարկե։ Ես էլ եմ ասում մի հատ Մակարդակով կոֆե դիր խմենք։ Գիտես, դա 90-ականներին, պակաս պրատ տարիներին, երբ շոկոլադը շատ այսպես թանկ բան է եղել։ Սուրճն էլ իդեպ։ Հա, սուրճն էլ։ Եվ ամեն մեկի շոկոլադով սուրճ չեն հյուրասիրել։ Եթե ուզեցել են տվյալ մարդուն ասեն, դու շատ հարգելի ես մեզ համար, այսպես ասած, ասել են արի քեզ Մակարդակով սուրճ հյուրասիրեմ, դա նշանակում էր, որ սուրճի հետ լինելու է որևէ քաղցր, այսինքն շոկոլադ, տվյալ պարագայում կամ այդքան հյուրասիրություն է լինելու ամեն դեպքում։ Դարտակ կոֆե չի լինելու։ Դարտակ կոֆե չի լինելու, այո, դատարկ կոֆե չի լինելու։ Ես այստեղ ձուն արդեն խառնել եմ, բավական հետաքրքիր ինչ-որ ռոմանտիկ ջուր է ստացվել։ Սա ենք լցնում հիմա հացը։ Կանաչին, հետո հաց։ Կանաչ, լավ։ Հացը վերջում։ Ասում այսօր դու ես ասում։ Թարս մի բան անենք, դե արի Աստված։ Թող մի քիչ եռա ու կարող ենք արդեն հաց։ Շատ ինձ թվում է պետք չի կանաչին եփել, որ այդ վիտամինային բազան գոնե թե պահպան։ Դու ցիտրոն ավելացրել ես։ Այո։ Ահա, այստեղ մենք ունենք արդեն եռացող կանաչիով, ձվով եւ սոխառածով ջուր եւ կարող ենք հաց ավելացնել։ Արդեն հաց հիմա մի փոքր կարող է եռալ նոր։ Քանի րոպե ենք Հրանտ ջան հացը թողելու մեջ, որտեվ ինքը ունի շատ չենք թողում։
Հատկապես երբ որ մեր հացը այդքան էլ չոր չէ։ Չորի դեպքում մի քիչ ավելի կարելի թողնել, մոտ 2 րոպե ինձ թվում է, հա։ Եվ շատ չենք թողում, որպեսզի ցեղ չդառնա կոպիտ ասած։ Ես սպասում եմ հետաքրքիր այս ճաշը ինչ համը։ Երբ որ սառում է, սառած վիճակում այդքան էլ համեղ չէ, դրա համար տակ են ուտում։ Աղ ավելացնենք։ Ձեզ մոտ նաև ընդունված է, հա, ես միշտ եմ լսում աշկաչափով։ Ձեզ մոտ ընդունված է նաև հացաթխման շատ հետաքրքիր արողակարգ, դա փռում թխվող հացն է։ Անդրադառնանք մի փոքր այդ ավանդույթին։ Չեն այդպես։ Ես կարծում եմ կոնչոլը այդ փռի հացով ուրիշ համ է ունենալու։ Փորձենք հեսա։ Ես քարի հաց եմ արել, փորձեմ մի քիչ նմանացնեմ, բայց դա ամեն դեպքում փուր չի կարաճարի։ Եթե անկեղծ հարգելի հեռուստատող Հրանտը առաջ ասեց ինչ բերեմ, ասեցի ոչ մի բան Հրանտ ջան, հետո եկավ ասեց հացը փափուկ է, տենց ես ինձ մեղավոր զգացի, որովհետև կարար փռի հաց բերեր, այսօր հաց ուտենք փռի հացով։ Ամեն դեպքում այս հացով նույնպես համեղ կլինի։ Ես քեզ մի անգամ էլ կհրավիրեմ փռի հաց կսարքենք։ Կբերեմ հետս։ Փուրը հետդ կբերես։ Մենք վերադարձանք, արդեն պատրաստ է կոնչոլը, ես առաջարկում եմ Հրանտ ջան փորձել, բույրը շատ հետաքրքիր տարածվել է, ինձ թվում է ավելի շատ ցիտրոնի եւ այդ համեմի յուրահատուկ միքսն է, հիմա փորձենք եւ հասկանանք ինչ պատմություն ունի այս ճաշը։ Դու փորձիր, առաջին անգամ ես չէ՞ փորձում դու։ Եվ շատ լավն է։ Անկամ փորձեմ։ Հա։ Ասում սպասում եմ։ Շատ համով է։ Ու տարավել դեպի մանկություն։ Հա, ընտիր։ Եթե մեր հյուրերը գնում են դեպի մանկություն, ուրեմն մեր ճաշատեսակը հաջողված է եւ լավ է ստացվել։ Հրանտ ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ քո մանկության հուշերով կիսվելու իմ եւ հեռուստադիտողի հետ։ Այնպես որ ինձ թվում է կոնչոլը կդառնա շատ հետաքրքիր եւ սիրելի ճաշատեսակ իմ խոհանոցում, որտեղ ես սիրում եմ ազգային խոհանոց պատրաստել եւ գոնե շաբաթը մեկ ճաշակել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տավուշյան խոհանոցը բազմատեսակ է եւ յուրովի իր բաղադրատոմսերով։ Այսօր պատրաստեցինք Տավուշի շրջանի, կոնկրետ Իջևանի կոնչոլ, որը յուրահատուկ համ փոխանցեց մեր հեռուստադիտողին, այսինքն ձեզ, շնորհակալ ենք ձեզ մեզ հետևելու համար։ Ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին տեր կենթանին։